Սիրով ողջունում եք, մենք Գավառի Հովհաննես Թումանյանի անվան 3-րդ հիմնական դպրոցի 8-րդ դասարանի սովորողներն ենք ու մենք իրականացնում ենք դպրոցում մի նախագծային աշխատանք բարբառների խաչմերուկում հայերենի անսպառ ճամփաներ ու մենք ուզում ենք միասին բացահայտել լեզվի հագնված գանձերը ու որպեսզի մեր բացահայտումները ճիշտ ինքը իր հունով ընթանա, մենք ուզենք ձեզ մի քանի հարցեր տալ, որպեսզի մեր բացահայտումների մեջ կողմնորոշվենք։ Դեմ չեք, չէ՞։ Շատ լավ, սիրով ողջունում եմ ձեզ, ձեր դպրոցի, ձեր աշակերտությանը եւ սիրով կպատասխանեմ ձեր հարցերին երեխեքին։ Ես Անուշիկ Գևորգյանն եմ եւ իմ հարցը հետեւյալն է. ինչ է բարբառ։ Բարբառները կենդանի վիճակն են լեզվի երեխեքին։ Ուրեմն կարելի է այսպես սահմանել բարբառը լեզվի բնական, կենդանի, գիտակցական մշակման չենթարկված վիճակն է, որը տվյալ լեզվի տարածական ընդգրկման մեջ տարածքից տարածք հանդես է բերում տարբերություններ։ Օրինակ մեր տարածքում մարզում մենք ունենք բարբառային մի շարք դրսևորումներ։ Գավառ քաղաքում շրջակա մոտ 10 գյուղերում գործածվում է Բայազետի բարբառը, որի կարևոր հատկանիշներից են օրինակ հեյի դիմաց խեյի գործածությունը, չէ՞։ Մենք հավին ասում ենք խավ, հիվանդին ասում ենք խիվանդ, պահելին ասում ենք պողպել եւ այլ։ Օրինակ մեր Բայազետի բարբառի հեյի դիմաց խ հատկանիշը գալիս է հենց այդ ժամանակներից երեխեք։ Այսինքն ամենահին ձևերից մեկը։ Շնորհակալ եմ շատ ու շատ շնորհակալ ենք նման հետաքրքիր տեղեկությունների համար, վստահ եմ, որ ձեր այս տված բոլոր նյութերը մեր բացահայտումների անբաժան մասն են դառնալու ու հաստատ կստացվի մեզ բացահայտել։ Շնորհակալ եմ շատ։ Ինձ գիտեք ինչն է հետաքրքրում ըստ ձեզ, դու ինչպես կդասակարգեի բարբառները ըստ իրենց տարածաշրջանների եւ իրենց փուլերի եւ ըստ փուլերի։ Ըստ տարածաշրջանների դասակարգումը հայերենի համար այնքան էլ ճիշտ չէ, երեխեք ջան, եւ Արևմտյան Հայաստանի փախստականների շատերը իրենց բարբառները բերեցին Արևելյան Հայաստան եւ ստացվեց մի խառը վիճակ։ Տեսեք, Բայազետի բարբառը երեխեք 1830-ական թվականներին է եկել մեր տարածք։ Հին Բայազետում էին մեր նախնիները եւ այնտեղից բերեցին այս ներկա մեր հայրենիք։ Մշո բարբառի գրողները նույնպես 1830-ական թվերին են բերել։ Այդ ժամանակ է նաեւ Մակուի խոսվածքը եկել Սևան, վերջին իրադարձություններով պայմանավորված Ղարաբաղի բարբառը եկավ Ճամբարակի Վարդենիսի շրջան։ Եվ այդպես աշխարհագրական դասակարգում մենք կատարել չենք կարող։ Շնորհակալ եմ շատ։ Տեսություն։